Արդեն հայտնել էինք, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը այս շրջանում համերգային ծրագրերի մեջ է, ու նրա հերթական կանգառը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Համերգից հետո Սիլվան որոշել է մտերիմների հետ կազմակերպել իր ժամանցը, ու այդ կադրերով կիսվել է ինստագրամյան իր էջի հետևորդների հետ։ Ուրեմն այսօր ես իմ վախերին դեմ եմ գնում։ Խաթրմելուշի։ Ես դենե վակրոստեմ ես, որ հետը մեղադրանքներ չես։ Այո, ներսում ինձ ինչ է սպասվում, բայց այս երաժշտությունն է ժողովուրդ, հեչ տրամադրող չի, վախացնող է այս երաժշտությունը, ու տեսնենք, թե ինչ է ինձ ներսում սպասվում, տպավորություններս, եթե ես մնամ կենթանի, տպավորություններով կգիզվեմ, մենք գնում ենք մումյաների մոտ, ես մումյա նայում եմ, բայց արդեն սարսափում եմ, կիսվում եմ իմ տպավորություններով, չնստեք, տենում ենք ես մազերս, ես իմ գոռացածի չապ բիզբիզականքն է, ասված է սարսափելի էր։ How are you? Your name is Silva? Yes. Silva, where are you guys visiting from? Armenia. You guys came all the way from Armenia to see the Esh. That's what they call me. And she's the very popular singer in Armenia. You're a very popular singer? Of course. Really? Really? Yes. Oh, wait, well, I want to hear something. Can I hear something? Yeah. Oh, man. Oh, man. I love it. I thought it was so awesome. Oh, man, you are good. Նշենք, որ ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Սիլվա Հակոբյանը խոսել էր ամենատարբեր թեմաների մասին ու մասնավորապես ընդգծել. Ես հասունացել, կայացել եմ այս ասպարեզում եւ մեծացա այն ժամանակվանից, երբ ճանաչվեցի։ Ես շատ եմ սիրում իմ հանդիսատեսին եւ հասկանում եմ, որ պատասխանատու եմ իր առաջ։ Ինչ որ բան անելիս առաջին հերթին մտածում եմ, ինչպես կընդունի ժողովուրդը։ Դա իմ գիտակցության մեջ է եւ իր բացասական կողմն էլ ունի։ Կորցրել եմ մտքիս ազատությունը։ Խլելու մասին խոսելիս չեմ կարողանում չնշել ժամանակը, չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս, անձնական կյանքիս, սկսել եմ շատ կարոտել Հայաստանը, երբ ունես անձնական կյանք, կարոտը շատ ավելի մեծ է լինում, այդ ամենն ինձ բերել է դեպրեսիայի այն աստիճան, որ երազում եմ թեկուզ 1 տարի չբացակայել երկրից, շարունակեմ իմ գործով զբաղվել, բայց չշրջագայեմ, միաժամանակ հասկանում եմ, որ այդ օրը չի գա, որովհետև եթե այս ասպարեզում ես, քեզ սիրում են ու ուզում են տեսնել տարբեր երկրներում, պետք է նաև զոհաբերես անձնականդ, ընտանիքդ, ապագա ընտանիքդ, պիտի լինես ժողովրդին ու իրենց էլ ժամանակ տրամադրես։ Կարիերայի սկիզբը Սիլվային բարդ է տրվել նաև այն առումով, որ թե իր թե ընտանիքի համար ֆինանսապես էլ շատ դժվար է եղել եւ իրենք այդ դժվար փուլից հասել են կայունության, վերհիշելով այդ տարիները Սիլվան նշել էր. Սկզբնական փուլում գումար վաստակելու միտք անգամ չունեի, դա ինձ համար սիրելի գործ էր, ոչ թե բիզնես, երգում էի այն, ինչ ուզում էի, շատ էի ունենում առաջարկներ կորպորատիվ միջոցառումների երգելու համար, բայց մերժում էի, ինքս իմ առաջ պայման էի դրել, որ չեմ երգելու ռեստորաններում, սակայն այնինչ բացառել եմ իմ կյանքում միշտ եղել է։ Երբ դուրս եկավ կանաչ կարմիրը, հասկանում էի, որ կորպորատիվների հրավերներն ավելի շատ են լինելու, այնպիսի պահ եկավ, երբ մերժել արդեն անհնար էր ու ես սկսեցի վաստակել։ Ինձ հաճելի էր, երբ վաստակում էի ու մեր ընտանիքի համար կարևոր մի բանի համար էինք գնում։ Եթե չեմ սխալվում, առաջին գումարովս կամ ինձ համար մատանի եմ գնել կամ հեռուստացույց տան համար, այդ ուրախությունը նկարագրելու չէր։ Ես լացելով եմ գնացել ռեստորան, չգիտեի ինչ է ինձ սպասվում, սակայն հասկացա, որ ռեստորանային կատարումներն էլ են համերգների վերածվում, մարդիկ պարում են կամ վայելում։ Երգչուհին նաև նշել էր, որ իր հաջողության գրավականը նաև իր ընտանիքի մեջ է։
Եթե չլիներ ընտանիքից միասնականությունը, կարծում եմ ես էլ այլևս արդիական չէի լինի, բայց իմ փոխարեն մտածում է 5 մարդ, իմ ուժն ու զենքն իմ ընտանիքն է։ Հայրս ինձ նախապատրաստել էր, ասում էր հիմա քեզ մոտ աստղային ժամ է, կգա մի պահ, երբ մի քիչ կգլորվես ցած, սակայն դրանից չպիտի կոտրվես, որովհետև բոլորի մոտ էլ լինում է այդպես։ Ես ինձ նախապատրաստել էի, որ գալու է այդ պահը։ Ինձ մոտ համեմատաբար թեթև տարիներ էին 2007-ը եւ 2011-ը։ Ես աշխատել եմ այդ տարիներին, սակայն ավելի պասիվ եմ եղել տեսահոլովակներ թողարկելու առումով։ Երգչուհին նշել էր, որ ինքը ոչ մի տունավոր, սակայն ապացուցել է, որ առանց մերկանալու ու ինչ-որ մեկի սիրուհին լինելու էլ է հնարավոր հասնել հաջողության։ Նույն BBC-ի մրցույթում ես շատ փակ էի հագնված, ինձ հետ մրցակցող աղջիկներից շատերը երևի շոր չէին հագել, բայց դա ոչինչ չփոխեց, շատ կարևոր է, որ մարդն աստղ ունենա։ Դեռևս տարիներ առաջ իր տված հարցազրույցներից մեկում Սիլվան նշել էր, որ երբեք չի փոխվի, այնուամենայնիվ այս տարիների ընթացքում երգչուհին խոստովանել էր, որ որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ եղել են։ Ես այլևս չեմ վստահում ամեն մեկին, միակ բանը, որ ինձ շատ է տանջում, իմ կասկածամտությունն է, հուսով եմ ժամանակի հետ դա կվերանա։ Մեր կյանքում հայտնվում են մարդիկ, որոնց հետ շփվելով շատ բան կարող ես հասկանալ, լինում են դեպքեր, իրադարձություններ, որից հետո փոխում ես մտածելակերպդ։ Ես շատ ուրախ եմ, որ նման մարդիկ, ովքեր անկեղծ չեն իմ հանդեպ, շատ շուտ էլ հեռանում են իմ կյանքից։ Սթրեսները իմ կյանքում երկար չեն տևում, որովհետև իմ կողքին ճիշտ մարդիկ են, ովքեր ինձ օգնում են հաղթահարել ցանկացած սթրես։ Ես ուրախ եմ, որ կողակիցս էլ այնպիսին է, որ օգնում է շրջանցել դրանք։ Չեմ սիրում խոսել անձնականիս մասին, դրա համար էլ բոլորն ուշ են իմանում։ Ամբողջ կյանքում ես հավատացել եմ ճակատագրին, երբ դիտում էի ֆիլմեր ճակատագրական սիրո մասին, արտասվում էի։ Երբևէ չեմ մտածել, որ ինքս կարող եմ անցնել դրա միջով։ Ես Նորոյին հանդիպեցի այն ժամանակ, երբ մեծ հիասթափություն էի ապրել եւ ընդհանրապես չէի ծրագրում նոր հարաբերություն սկսել։ Այնպես որ պետք է հավատալ ճակատագրին, վերևում կա ուժ, որն ամեն ինչ անում է եւ դու անզոր ես դրա դեմ։ Իրականում երկուսս էլ շոկի մեջ էինք, նույնիսկ մեր դասընկերները չէին սպասում, որ այսպիսի բան կլինի։ Սիլվան նաև իր եւ Նորայրի ամուսնությունը ճակատագրական էր համարում այն առումով, քանի որ իրենք եղել են համադասարանցիներ, սակայն միայն տարիներ անց են հանդիպել իրար եւ հարաբերություններ ձևավորել։ Մենք միայն առաջին, երկրորդ դասարանում ենք իրար հետ սովորել, հետո ես եկա Երևան, սակայն միշտ կապի մեջ եմ եղել վայքի դասընկերներիս հետ։ Պարզվում է, ես Նորոյի առաջին սերն եմ եղել, միշտ թաքուն սիրել է ինձ։ 20 տարի անց մենք պատահական կրկին հանդիպեցինք։ Շատ ուրախ եմ, որ Նորոյին ուղնուծուծով գիտեմ, քանի որ իմ համերկրացին է։ Նորայրն ըմբռնումով է մոտենում աշխատանքիս, ասում է յուրաքանչյուրս մեր գործն ունենք, նույնն է, որ դու ինձ արգելես աշխատանքի գնալ։ Սա էլ է ցույց տալիս այն սերը, որ մարդը տածում է իր կողակցի հանդեպ։ Առնվազն պիտի անսիրտ լինես, որ մարդուն զրկես իր սիրած աշխատանքից, որով նա ապրում ու շնչում է։ Նորոն դեռևս դիմանում է, կարծում եմ հետո էլ կդիմանա։ Միակ բանը, որը երկկողմանի չենք կարողանում հաղթահարել, հեռավորությունն է, երբ օրինակ մեկ ամսով մեկնում եմ շրջագայության, սակայն դա ժամանակի ընթացքում լուծվող հարց է։ Դեռ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում երգչուհին նշել էր, որ ինքը ցանկանում է մայրանալ եւ պատրաստ է երեխա ունենալու։ Զարմուհիներիս ու զարմիկիս շնորհիվ փորձ ունեմ։ Ընկերներս ասում են վայելիր այս տարիներդ երեխա կունենաս, էլ հնարավորություն չի լինի։ Ասում եմ այնքան եմ վայելել, որ հիմա ուզում եմ այդ զգացողությունն ապրել։ Ես ամեն ինչ ունեմ եւ շատ երջանիկ եմ։ Գլխավորը, որ հիմա ինձ պակասում է, երեխան է։ Սիլվան այս բացը եւս լրացրեց եւ այսօր մեծացնում է երկու դուստրերին՝ Միլային եւ Սարային։ Մինչև մայրանալը տված հարցազրույցում Սիլվան նկարագրել էր, թե իր պատկերացմամբ ինչպիսին է լինելու դուստրը։ Շատ սպիտակամաշկ, շեկ մազերով, կապուտաչյա, համովիկ, սիրուն աղջիկ։ Իմ կարծիքով պապայի գեներն ուժեղ կլինեն, ենթադրում էր երգչուհին եւ իր խոսքով չէր սխալվում։ Միլային այսօր տեսնելով կարող ենք նշել, որ Սիլվան իրականում ճիշտ էր զգացել։ Երեխաների մասին խոսելիս Սիլվան ընդգծել էր, որ երեխաներն ու իրենց շպիտը կարող են իրեն խաղաղություն պարգևել եւ իր հակասթրեսն են ցանկացած նյարդայնացած ժամանակ։ Հենց տեսնում եմ նրանց շպիտը վերջ, մոռանում եմ ամեն վատ բան։ Նաեւ կարող եմ հեռուստացույցով կենդանական աշխարհի մասին ինչ-որ բան դիտել, դա եւս հանգստացնող բնույթ ունի։
Միաժամանակ երգչուհին նշել էր, որ ինքը հունից շատ ուշ է դուրս գալիս, բայց երբ դուրս է գալիս, արդեն անդրդվելի իրավիճակ է լինում։ Սա իհարկե ծայրահեղ դեպքերի համար եմ ասում, կամ բաներ, որ կարող են միանգամից նյարդայնացնել ու հունից հանել ինձ։ Եթե լինում է այդ պահը, նախընտրում եմ տվյալ մարդուն ասել, թե որն է իր սխալը։ Դա ավելի ճիշտ է, քան նեղվածությունը քո մեջ պահելը, անընդհատ հիշելն ու նյարդայնանալը։ Երգչուհին նաև նշել էր, որ ինքը հասցրել է ունենալ նաև խորը հիասթափություններ։ Իմ աշխատանքում դա ուղղակի անխուսափելի է, շատ են լինում հիասթափություններ կապված իրադարձությունների մարդկանց հետ։ Սովորաբար, եթե մարդուց հիասթափվում ես, մի բան կոտրվում է, չեմ կարողանում նորից շփվել տվյալ մարդու հետ, երբ նոր ես մտնում ասպարեզ, ամեն ինչ այլ է լինում, ավելի հեքիաթային պատկերացումներ ես ունենում, հետո բախվում ես իրականության հետ ու հասկանում, որ ամեն ինչ չէ, որ կարող է քո պատկերացրածի պես հարթ լինել։ Չեմ առանձնացնի կոնկրետ ինչի մասին եմ խոսում, բայց գործընկերներիցս ում էլ հարցնեք, հիասթափություններ ունեցած կլինեն։ Ափսոսանքել եմ շատ ունենում, օրինակ ափսոսում եմ, որ ինչ որ առիթ բաց եմ թողել անելու այս կամ այն բանը, իսկ հետո արդեն ուշ է եղել դա անելու համար։ Սիլվային այսօր հաջողվել է հաղթահարել կյանքի դժվար փուլերը և կազմել գեղեցիկ ու օրինակելի ընտանիք։ Դուստրերի մասնակցության փոլովակներ Սիլվան հաճախ է հրապարակում, որոնք բոլորն էլ արժանանում են հետևորդների և համացանցի օգտատերերի ջերմ մեկնաբանություններին ու բարեմաղթանքներին։ Հոп, հոп, դարա։ Արա։ Վրցրու։ Միլ ինչ ես թխում։ Պերասկա։ Պերաշկա ես թխում։ Պերասկայի մանու։ Էդ ինչն ես թափում պերաշկայի վրա։ Աղին։ Աղին։ Ալուրը։ Ալուրը, ճիշտ է։ Տատիկա ինչ անում սրանով։ Կրցակնում։ Գրցակնում է։ Հա։ Դե հիմա ասա, ինչ ես անում, դու ես խմորը։ Գրքակում։ Գրքակում ես։ Հա։ Հետո հարուր են պատաստում։ Մեր ասարնիկ մեր սիրուն տատիկ, մեր սիրուն տատիկ, մեր հարուն։ Սարա կարող է մի բան է վերցես։ Այդ ինչ ես խմում։ Սոկ։ Սոկ թե յոգուրտ։ Երգուտ։ Բա այդ ինչ է քո բերանի վիճակը։ Ջուր։ Այդ ինչ բեղեր է աճել։ Ջուր։ Միլ, այդ ինչ ես արել։ Ինչ ես մծրել դրա մեջ։ Կուկու։ Լանի տեսնենք կուկու։ Սարա։ Սարայի։ Մամ, թե վի։ Դու վատեջ։ Կուջանը վատեջ։ Դու վատեջ, ջանել։ Դու վատեջ, ջանել։ Դու վատեջ։ Վատեջ, վայ կուջեր։ Վատեջ։ Վատեջ դու։ Ատկարու վեցաջ։ Ալո։ Միլա, այս մատ վերջին գնելու ես տենդի հետ միան։ Ենքան հետ վրթեշտիր։ Տերները առելա, չէ, ու գնում է Հայաստան, դե հաջող մի, պակա, այսյա պակա, Իլա, էդ ինչ ես անում, պամադատ ես կսում, մի կեր էքսի, մի կեր, աղջի մի կեր, լավ է տուն տեղ, բա քո գործերը լավ է,
Ha, kocaman. Կամած, կամած։ Kavat kamat. Ասա մենք արդեն 20 հազար ենք։ Anneanne. Դե մի հատ պտտվի։ Դե պտտվի մի հատ պաչիկ ուղարկի։ Ասա ես Yes. ձեզ Yes. սիրում եմ։ Selam. Պաչիկ էլ մի հատ արա ուղարկի, պաչիկ։ Ո՜խ։ Մինչ ես խանութից ռեստոր էի անում, ահա այս փոքրիկ մատմազելը գողացել է այս շոկոլադը։ Մի լահլը ցույց տու։ Տեսեք։ Ես քեզ թույլ եմ տալիս, որ դու կակաո տես։ Բան չես գողացել։